Եթերում վերածնունդն է, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում ևս և մի մոռացեք հավանել ու տարածել այս տեսանյութը։ Մենք անհաշիվ փորձություններ ու դառնություններ տեսած ժողովուրդ ենք։ Մեղմ ձևակերպմամբ քարերը, որ նետվել են մեր ուղղությամբ, բացի ֆիզիկական վնասը պատճառել են մեզ նաև հոգեբանական խոցումներ և դրանցից որոշները մինչ օրս մեր ժողովուրդն իր ներսում կրում է։ Մեզանում քիչ են այն ղեկավարները, առաջնորդները, հերոսները, որոնց մասին մենք խոսում ենք անվերապահ հարգանքով և մեր սերը նրանց հանդեպ պաշտամունքի է հասնում։ Քիչ են, բայց կան։ Մեր լավագույն նվիրյալներից, հերոսներից մեկը Գարեգին Նժդեհն է, ով բացառիկ երևույթ է հայ հերոսների աստղաբոյլում։ Նժդեհը բացառիկ է, քանզի հաղթական սրի հետ մեկտեղ հանճարեղ է նաև Նժդեհյան միտքը։ Կարդալով Նժդեհին ես մշտապես զարմանք եմ ապրում։ Միթե նման զորահրամանատար, մարտիկ, ռազմական փիլիսոփա ունեցող ազգը կարող էր ձախողվել ապագայում։ Վստահաբար ասում եմ ոչ, չէր կարող և չպիտի ձախողվեր։ Պարտությունն ու նսեմացումը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ մեր հրամանատարների գերակշիռ մասը չկարդար ու խորապես չճանաչեր Գարեգին Նժդեհին։ Մեր հրամանատարներից շատերի շուրթերին ցավոք սրտի Գարեգին Նժդեհի անունն է միայն եղել, իսկ փիլիսոփայությունը, գիտելիքը, խորքը, հաղթական մոտեցումները հասու չեն եղել մեր բարձրաստիճան զինվորականներին։ Այլապես մենք այս պատկերը չէինք ունենա։ Սրանում ես համոզված եմ։ Այս նույն տրամաբանությամբ մենք օգտագործում ենք նաև հետևյալ նախադասությունը, թե մեր լեռները անառիկ ամրոցներ են։ Սա ասելով շատերն իրենց հոգու խորքում հույս ունեն, որ լեռները մեր փոխարեն ամեն ինչ անելու են։ Մինչդեռ այդպես չէ։ Միայն լեռներին սովոր զինվորը, լեռնային հնարավորություններին գիտակ հրամանատարը կարող է կռվեցնել լեռներն ի օգուտ մեզ։ Այլապես այդ նույն անառիկ լեռները մղձավանջ կդառնան մեզ համար։ Գարեգին Նժդեհը տիրապետել է նաև այս արվեստին և ի ուրախություն մեզ իր հետ դեպի հավերժություն չի տարել այդ գիտելիքները, այլ փոխանցել է իր փորձը գրքերի, հոդվածների տեսքով։ Կա, վերացած չէ երբեք արտաքին վտանգը, ասում է Նժդեհը և ժողովուրդները տենդորեն պատրաստվում են վաղը հաղթական կամ նվազ պարտված դուրս գալու համար ճակատագրական բախումներից։ Որպեսզի մեր ժողովուրդը և հատկապես մեր բանակը պատրաստ լինի վաղվա ճակատագրական բախումներին, գոնե բանակում պետք է Նժդեհ դասավանդել։ Ինչպես է նա վարել մարտը, ինչպես է խոսել իր մարտիկների հետ, ինչ մոտեցմամբ է սերտել հայոց պատմությունը, ինչ է Նժդեհի համար հայկական պետությունը, գիրը, մշակույթը, ֆիդայականությունը։ Նժդեհն այն քիչ զինվորականներից է, որ հստակորեն գիտակցել է պետության ու հայրենիքի տարբերությունը։ Նա գիտեր, եթե ունես պետություն, որոշ մոտեցումներ պետք է փոխվեն։ Ահա թե ինչ է ասում. հայերս, ինչպես և երեկվա մեր բոլոր բախտակից ժողովուրդները, ունենք ապստամբասեր հոգեբանություն, արգասիքը մեր հայդուկային ազատագրական շարժումների։ Մեր հայրենասիրությունը տարիներով իր հոգևոր սնունդն առել է մեր նորագույն ապստամբական պատմությունից։ Վիպապաշտական է և մեր ազատասիրությունը։ Երեկ մեր քաղաքական զարթոնքի արշալույսին դա հասկանալի էր և ներելի, իսկ այսօր դա չունի արդարացում, դա վտանգավոր է մասամբ։ Լավերի հետ դա ունի և իր վատ կողմերը։ Դա պետք է սրբագրվի, լրացվի և ազնվանա։ Վիպապաշտ հայդուկի ազատասիրությունը պետք է դառնա զինվորի և քաղաքացու զգաստ ազատասիրություն, զերծ անիշխանական գունավորումից, ստեղծագործ, խոհուն, կարգապահ։ Այլ բառերով ասած, մենք կարող ենք լինել ընդդիմախոս, կիսել այս կամ այն կուսակցության գաղափարները, ըմբոստանալ անարդարության դեմ և այլն, սակայն առանց անիշխանական գունավորումների, քանզի այս վերջինը վտանգում է պետության գոյությունը, որը օրվա իշխանությունների սեփականությունը չէ, այլ մեր բոլորի արժանապատիվ, ինքնաբավ, ինքնուրույն կյանքի երաշխիքը։ Այս գիտակցումը պակասում է թե մեր քաղաքական գործչին, թե մեր մարտիկին, թե մտավորականին։ Մեր խոսքը ճիշտ կազմակերպված չէ,
Եթե ունենք դժգոհություններ, ապա անպայմանորեն դժգոհությունը վերածվում է ատելության։ Եթե գոհ ենք իշխանությունից, ապա գոհ ենք կույրի պես։ Ծայրահեղությունից ծայրահեղություն։ Նժդեհը գրում է տարբեր միջոցների մասին, որոնց կռվի ժամանակ դիմում է ղեկավարը զինվորներին ոգեշնչելու համար, օրինակ Ալեքսանդր Մեծի գլխավերևում արծիվ էր սավառնում, զորքի ուշադրությունը հրավիրում են այս երևույթի վրա, մյուս դեպքում Հանիբալի օրինակն է, բայց էականն այս օրինակները չեն, այլ այն երբ Նժդեհը հասնում է մեր սեփական, հայկական օրինակին, կերպարին, Ավարայրի Վարդանին ասում է. ահա եւ զորավարների զորավարը, Ավարայրի Վարդանը, եւ շարադրում է Եղիշեի երգից մի հատված։ Զորավարների զորավարը, ահա ինչ ակնածանքով է խոսում Նժդեհը Վարդան Մամիկոնյանի մասին։ Մեր օրերի հայը կամ այսպես ասենք մեզանից շատերը այս վերաբերմունքն ունենալու փոխարեն հազար ներողություն պարսատիկի քար են սարքել Վարդան զորավարին։ Այնտեղ, որտեղ պետք է ոգի ու կամք որոնել, առաջ շարժվելու ուժ փնտրել, մենք պատմական ճշգրտություններ ենք որոնում եւ արդյունքում ստանում ենք դատարկություն։ Ազգերի պատմությունները հաճախ հակասում են իրար։ Մենք մեր իսկ երկրում օտար երկրի դեսպան աշխատելու փոխարեն օտար թեզերն առաջ տանելու տեղակ մեր ճանապարհը պիտի ուղենշենք։ Գարեգին Նժդեհն ասում է. կասկածելի է բարոյականը մի ժողովրդի, որին պակասում է հարգանքը դեպի իր սպիազարդ հերոսը, լուսակիրը եւ սուրբը։ Որն է լուծումը, գուցե հարցնեն ոմանք, ինչպես շտկենք այս ողբերգական թերությունները։ Աշխատենք մեր խոսքի վրա, մի քիչ երկար մտածենք, մինչև կայծակի պես չրխկացնելը։ Վերջերս հանրային հեռուստատեսությամբ մի այսպես կոչված հանրային բանավեճ էի դիտում եւ այսպես կոչված բանախոսներից մեկն ասաց, որ մեզ մեր թշնամիները ոնց ուզում տշում են։ Միթե այսպես կարելի է արտահայտվել, երբ խոսքդ լսում են բոլորը, երբ քեզ լսում է քո քույրը, քո երեխան, քո կինը, այդպես արտահայտվողին հավերժորեն տշելու են։ Տհաճ է այս օրինակը մեջ բերելն անգամ, քանզի ես վստահ եմ, անհաջողություններն ավարտվում են, եթե դրանք չեն արմատավորվել քո գլխում։ Տեսեք, նույնիսկ այս առիթով կարող ենք խոսեցնել Գարեգին Նժդեհին եւ նա սպառիչ պատասխան կտա երևույթին։ Ասում է. կարծես ճակատագիրը լեզուների խառնակության նոր պատիժ է տվել մեզ, իրար չհասկանալ։ Զարհուրելի է օրվա հայ խոսքը, անոնց բերանը բաց գերեզման է։ Գնդակից առաջ խոսքն է սպանում եւ այդ խոսքով մենք սպանում ենք մեր հերոսներին, պետությունը, պատմությունը, իսկ պետական այրերը փոխարեն իրենց կեցվածքով վերջ տան այս մերժելի խոսելաձևերին, իրենք էլ իրենց հերթին սպանում են հայրենիքը, հակադրելով այն պետությանը։ Ապագայում կրկին կանդրադառնամ Գարեգին Նժդեհին, քանզի անհնար է պատկերացնել վերածնունդն առանց մեծագույն հայի։ Հաղորդումն ավարտեմ Նժդեհի մեկ այլ շատ կարևոր ուղերձով։ Ամենից զարհուրելին պարտությունը չէ, այլ պարտվողականությունը, որով բեռնված ժողովուրդը լրացնում է, կատարյալ դարձնում իր թշնամու հաղթանակը։